Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպես ցանկանում եք սիրելի հետևորդներ, այսօր եկել եմ ձեզ համար նկարելու պամիդորի թելերի հետ կեռիկներով կապելու մեթոդները, ինչպես տեսնում եք արդեն կապված են, վերևից կապված են, ներքևից անմիջապես կապվում է ցողունից, ամենաներքևի հատվածում, հիմա այսպես որեմ, կապվում է ներքևում ցողունից, մի քիչ թույլ եք կապում, որպեսզի ցողունը ժամանակի ընթացքում հաստանալուց թելը չխեղդի եւ նորմալ ցողունի մեջ ջուրը կարողանա, սնունդները կարողանան բարձրանալ։ Արդեն պոմիդորները, այսպես ասած, կպել են, բայց ինչպես տեսնում եք, դեռ կաթիլային ոռոգման համակարգին չեն անցել։ Ինչպես նախորդ անգամ մասնագետը ասաց, դեռ տաք ջրով ջրելու համար մեխանիկական ձևով ջրում են, բաժակով կամ ինչ-որ տարայով ջրում են։ Պոմիդորները արդեն կպել են, ինչպես տեսնում եք, արդեն վերևի, արդեն գլխի հատվածները մի փոքր մքացել են։ Ներքևիները, քանի որ դեռ ստրես են ապրել, դրա համար տերևները մի քիչ բաց գույնի են։ Արդեն մեկ անգամ փխրեցման աշխատանքները տարվել են։ Արդեն ինչպես տեսնում եք, փխրեցման աշխատանքները առաջինը տարվել են։ Նաև պաշտպանիչ սրսկումներ են կատարվել ջերմատանը, քանի որ խոնավ է, սնկայինի դեմ սրսկումներ են արել։ Հիմա մի փոքր առաջանա, որպեսզի տեսնեք կուտակված ջուրը թաղանթների վրա։ Մի քանի օր առաջ սրսկման աշխատանքները կատարվել են։ Հիմա ձեզ ցույց տամ այս կեռիկները։ Կեռիկները ինձ ասացին, որ հատուկ գործիքի միջոցով են պատրաստում, ինքնաշեն գործիք է։ Նախորոք թելերը փաթաթում են կեռիկների վրա, ուրեմն ահա սրանք կեռիկներն են, 9-ից 10 պտույտ է փաթաթվում, ունենում ենք այսպիսի կեռիկներ, սկզբից կապվում է վերևից, այնուհետև ներքևից արդեն ամրացնում են, ահա, այսպես բացվում են, ամեն անգամ, երբ որ արդեն պոմիդորը պետք է իջեցվի, վերևից կեռիկը վերցնում ենք, իջեցնում ենք ներքև, համապատասխան չափի թելը երկարացնում ենք, այս թելը երկարացնում ենք ու նորից ներքևից կապում ենք, բայց չմոռանաք անպայման թելը կապեք այնպես, որ չսեղմի, ցողունը չսեղմի, որպեսզի ցողունի ջրի շրջանառությունը, այսպես ասած, նորմալ կատարվի։ Հիմա ես փորձեմ մեկը ներքևից ձեզ ցույց տամ, որպեսզի պարզ լինի։ Աշխատեք կապել բանտեր, այսպես ասած, բանտիկներ, որպեսզի բացելուց հեշտ լինի։ Հիմա այստեղ, քանի որ փխրեցման աշխատանքներ են կատարել, թելը մի քիչ ներքև է մնացել։ Հիմա գնամ հենց այս պահին կապելու աշխատանքներն էլ ձեզ ցույց տամ։ Միացրի։ Ահա, բռնում ենք քոլը, ինչպես ենք անում։ Ամեն տերևի տակից, մի րոպե, ամեն տերևի տակից պատտելով, շացնում ենք հողի վրա։ Տեսեք, եթե ուրիշ տարբերակներում ներքևից են կապելով բարձրանում, այստեղ վերևից իջացնում են ներքև։ Կարող եք եւ կապել ցողունից եւ այսպես սեղմել հողի մեջ։ Իրանց հարմար է, հա, ինչպես որ ձեզ հարմար է։ Հա, լինում է նաեւ, որ այսպես մեկ գծով թել է լինում եւ այդ թելից է կապում։ Всё, ցնում ենք հողը։ Այսքանով ավարտում ենք։ Հետո հաջորդ անգամ, երբ որ պոմիդորը ուզում ենք երկարացնենք, այդ նույն թելը քաշում ենք, կարող ենք իջացնել վերևից, իրան իջացնել։ Այստեղ վերևից իջացնում ենք, պոմիդորը արդեն պարկում է գետնի վրա։ Եթե իհարկե ցանկությունն եք։ Սա մի տարբերակն է, մյուս տարբերակով թելերն են պարզապես երկար կապում վերևից, առանց այս կեռիկների, եւ արդեն թելերն են վերևից իջացնում ներքև։ Հա, ավելի հեշտ միջոց է, իհարկե սկզբնական շրջանում մի փոքր աշխատատար է կեռիկների պատրաստման process-ը, բայց հետագայում արդեն հեշտանում է մնացած աշխատանքները։ Այսպես ինչպես տեսնում եք, ամբողջ ջերմատունը կեռիկներով են։ Կփորձեմ առաջիկայում գտնել նաև կեռիկներ պատրաստող մասնագետների եւ առանցին տեսանյութել հենց կեռիկների մասին կնկարեմ ձեզ համար։ Իսկ այս պահի համար այսքանը։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, դե ինչ, կհանդիպենք։